Բարելուց բոլորին, մեր ընտանիքում կարևոր իրադարձություն է եղել, որի մասին անպայման ուզում եմ ձեզ հետ կիսվեմ։ Ինչի եմ, այսպես կիսվում, որովհետև մաշկս վախեցած է, լուրերը քանի որ արագ են տարածվում, ես չեմ սիրում, որ ինչ-որ մի նոր բան է տեղի ունենում ու կարևոր բան է տեղի ունենում, դա կայքերն են գցում, մասնավորապես միշտ նեգատիվ ինչ-որ ինտրիգներ փնտրելով։ Սիրելիներս, մեր Էլիզը տեղափոխվել է առանձին ապրելու, դա իր որոշումն է եղել, այսպես ասած, ինչպես ինքն ասեց, իր կյանքում նոր փուլ, նոր մարտահրավերի ժամանակաշրջան է, որտեղ եկել է ինչ-որ մի հատ կետ, որտեղից հետո ինքը ուզում է ինքնուրույն դառնալ։ Երևի դուք էլ մեր հետ համաձայն կլինեք, որ թե ես թե կինս, թե մեր ամբողջ ընտանիքը մեր մաքսիմումը ինչքան որ կարողացել ենք, հնարավոր է որ ինչ-որ բաներին առաջ չլինենք, բայց մեր մաքսիմումն արել ենք, որպեսզի բերենք հենց այն կետին, որ Էլիզը, մասնավորապես Էլիզը հնարավորություն ունենա իր առանձին կյանքը սկսելու, որպեսզի sense ավելի ճիշտ հասկանաք, այսպես ասած, այս պահից սկսած, ոնց որ մենք մեր ընտանեկան այս պատմության մի շատ գեղեցիկ հատված ավարտվում է նոր սկզբի համար, այսինքն սա ավարտ չի, սա իրականում սկիզբ է, որը բայց ինչ-որ ձևով ավարտվում է։ Բոլոր ծնողները, ընտանիքին ու մեր համար սա շատ անսովոր է, որպես այս տեսանկյունից ծնող խոսել, որ արդեն քո ընտանիքի անդամը գնում է առանձին ապրելու, գիտեմ, որ բոլոր ծնողները կհասկանան, որ դժվար փուլ է, մեզ համար է նաև մի փոքր ինքը sense շատ կայծակնային արագությամբ որոշում ա եղել Էլիզի մոտ, բայց մենք ինչպես իրեն ասել ենք, ամեն հարցում իր կողքին ենք, փորձենք ամեն հարցում աջակցենք եւ ինչպես ինքը ասաց, այս մարտահրավերը շատ լուրջ մարտահրավեր է իր կյանքում, մենք հուսով ենք, որ իր մոտ ամեն ինչ կհաջողվի, ու մենք ամեն ինչ կանենք համար, որ իրեն օգնենք, բայց այս պահից սկսած Էլիզան արդեն ինքն է լինելու իր գործողությունների պատասխանատուն, մենք մեր լավագույնն անելով հանդերձ հարգում ենք իր որոշումը, չեն կարող չհարգել, ինքը արդեն 20 տարեկան է դառնում։ Տենց ուզեցի կիսվեմ, անպայման ուզեցի կիսվեմ, որովհետև սա շատ կարևոր փուլ է, մենք միշտ մեր ընտանիքի թե միշտ ասում են, էլի, միշտ sense մենակ տենց հումորային բաներն եք ցույց տալիս, ես ասացի, եթե մեր ընտանիքում ինչ-որ բաներ կատարվում է, որը որ հնարավոր է բարձրաձայնել, մենք բարձրաձայնում ենք։ Սա սովորական դժվար իրավիճակ է, որը պարտադիր է, որ մենք ձեր հետ կիսվենք, որտեղ մենք ամեն հատուկ դեպքերը ձեզ հետ կիսել ենք։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր պատմությանը, ես ոնց եմ վերաբերվում կամ մեր ընտանեկան, մեր ավանդույթները ոնց է, մենք ընտանեկան ոդկասթները սկսում ենք, այնտեղ անպայման խոսելու եմ նաև այն թեման, երբ որ արդեն ժամանակն է երեխային բաց թողելու, երբ որ ինքը ուզում առանձնանա, արտերկիր գնա, սովորելու եւ այլն եւ այլն։ Բայց դա արդեն ոդկասթների ժամանակ։ Ասել էսքանը։